Ես չեմ կարող մի քանի կես լինել։ Եթե ոչ Շեֆ Հայաստանը։ Ցանկացած ընդդիմադիր, ով դեմ է այս արժեքային համակարգի ոտնահարմանը, ես նրանց կողքին եմ։ Հիմա ինձնից մի քանի հատ չկա, որ ես բոլորի հետ տարբեր տեղեր լինեմ, պիտի մեկի հետ լինես եւ եմ։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությանը, ներկայիս իշխանությանը սատարող շատ դերասաններ կան, որոնք հանրության շրջանակներում սիրված էին եւ ինչ կասեք այս մասին։ Իրենց հարցրեք, ես չեմ կարող որևէ մեկի տեղը պատասխանել։ Ես քննադատում եմ բոլոր այն մարդկանց եւ այն ուժերին, ովքեր ջուր են լցնում ազգակործան ջրաղացին։ Իսկ առհասարակ այս գալիք ընտրություններից ինչ ակնկալիքներ ունեք։ Փաշինյանը շանս կունենա վերարտադրվելու թե ոչ։ Աստված չտա։ Ենթադրություններ չեմ կարող անել, քաղաքական տեխնոլոգ չեմ։ Ես իմ ձևով եմ մասնակցում ես ամեն ինչի։ Իմ ձևով։ Սովորաբար շոու-բիզնեսի ներկայացուցիչները, մտավորականները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները սովորաբար հրաժարվում են կարծիք հայտնել, մտավորականները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները սովորաբար խուսափում են քաղաքական իրենց դիրքորոշումը ներկայացնել, դուք մտավախություններ չունեք եւ ինչու է այդպես։ Գուցե եւ ունեմ, բայց դա այնքան փոքր ու չնչին է, որ ես դա դրել եմ մի կողմ վաղուց։ Իսկ թե ով ինչպես է մտածում, դա իրենց անձնական գործն է։ Ես չեմ կարող որևէ մեկի տեղը որևէ բացատրություն կամ արդարանալ, չեմ կարող։ Օրինակ ինչը ձեզ ստիպեց, որպեսզի դուք էլ ցույց տաք ձեր քաղաքական կողմնորոշումը եւ պայքարի մեջ մտնեք։ Գիտեք, շատ բան կա, միայն մի բան չի, դրա համար երկար լռեցի։ Սկսած Արցախից, որովհետև ես ինքս ծառայել եմ Արցախում և իմ կենսագրության կարևոր մի մասը կերտել եմ այնտեղ։ Ես եղել եմ զինվորն ու պաշտպանը այս երկրի։ Եվ հիմա հոպ պարզվեց, որ այդ մերը չի։ Այսինքն այդ կենսագրությունն ինձնից փորձում են պոկել, ես չեմ կարող դրա հետ հաշտվել, չեմ կարող, ֆիզիկապես չեմ կարող, բարոյապես չեմ կարող, հոգեպես չեմ կարող, անհնար է։ Պատկերացնեք մի իրավիճակ, որ մի օրը գալու է, որ հայ մարդը հայ մարդուն հարցնի, ինչու չես զոհվել։ Չէի պատկերացնում։ Գիտեք, բաներ կան, որ իմ տրամաբանությունից դուրս է։ Այն ինչ որ հիմա կատարվում է, եւ այն ինչ որ կատարվել է, եւ այն ինչ որ Աստված չանի կատարվի, դա իմ տրամաբանության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի։ Մի բան էլ ասեմ, ես արցախցի չեմ, այդ նշեք, որովհետեւ շատերը մեկնաբանություններում գրում են, հա, դե Ղարաբաղցի է, ես Ղարաբաղցի չեմ։ Եվ ձեր ակնկալիքները Բայց եթե չլինեի Տավուշեցի, հաստատ կլինեի Ղարաբաղցի։ հույսի 8-ին ինչպիսի Հայաստանում կառնանան հայերը։ Աստված տա բարոյական հաղթանակ ունենան բոլոր առումներով, արժանապատվության հաղթանակ ունենան։